Շատ կարևոր է, որ դուք Աստծո խոսքը պահեք ձեր կյանքում, որովհետև երբ դուք հուսահատ վիճակում եք եւ չգիտեք, թե որտեղից օգնություն փնտրել կամ ումից օգնություն խնդրել, ձեր օգնությունը կգա Տիրոջից։ Պետրոս առաքյալը քարոզում էր Երուսաղեմում, երբ Սուրբ Հոգին հայտնվեց, Գործք առաքելոց 2:21։ Եվ կլինի ամեն ով որ Տիրոջ անունը կկանչե, կփրկվի։ Եթե կարծում եք, որ ելք չկա, ապա կա։ Հեռացրեք բոլոր չար ուժերին ձեր կյանքից, կանչեք մեր Տեր Հիսուսի անունը, աղաղակեք նրա համար եւ հավատացեք, նա ձեզ ցույց կտա ելքի դուռը, դուք կփրկվեք, կազատագրվեք, կբուժվեք, կսկսեք բարգավաճել, ձեր բոլոր խնդիրները կլուծվեն եւ դուք կլինեք նոր մարդ։ Կանչեք նրա անունը։ Հայր, մենք կանչում ենք քո անունը, այն անունը, որը վեր է ամեն անունից եւ որին խոնարհվում է ամեն ծունկ, թե հրեշտակները, թե մարդիկ եւ թե դևերը, բոլորը ովքեր ապստամբել են քո դեմ, կպարտվեն։ Ես հրամայում եմ սատանա հեռացիր, այլևս մի ճնշիր այս մարդուն, Հիսուսի անունով, Աստված օրհնի քեզ։